Շարունակում ենք ուրիշ նորությունները, հիշեցնեմ, այսօր մարտի 23-ին նշվում է օդերևութաբանության համաշխարհային օրը։ Հաճախ մենք բոլորս օրը պլանավորում ենք պարզապես հայացքը գցելով մեր հեռախոսի էկրանին, տեսնելու թե ինչ եղանակային կանխատեսումներ են մեզ սպասում եւ ըստ դրա պլանավորում մեր օրը անելիքները եւ ոչ միշտ մտածում ենք, որ այդ թվերի ետևում կանգնած է հսկայական ոչ միայն տեխնոլոգիական աշխատանք, այլև մարդկային։ Այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս ոչ միայն կանխատեսել վաղվա անձրևը, այլև հասկանալ գլոբալ կլիմայական փոփոխությունները, դրանց ընթացքը եւ հասկանալ, թե ինչ վտանգներ են սպասում, եթե այդպիսիք կան իրականում։ Մեր տաղավարում է հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն, ՊՕԱԿ-ի կլիմայական ծառայության պետ Արթուր Գևորգյանը եւ մեր ծրագրի լավ բարեկամ, բարև ձեզ։ Բարև ձեզ, հարգելի Սուսաննա, շնորհակալ եմ հրավերքի համար։ Շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի եւ օրվա կապակցությամբ, տարեկան սա այն օրն է, որը երևի թե սպասում են մասնագետները եւ ոչ միայն շնորհավորանք ստանալու համար։ Շատ շնորհակալ եմ, այո, դուք ճիշտ եք։ Մարտի 23-ը նշվում է ամբողջ աշխարհում նշվում է որպես օդերևութաբանի համաշխարհային օր։ Եվ ամեն տարին բնականաբար ըստ ավանդույթի ունի իր կարգախոսը, խորհրդանիշը, իսկ ինչ կարգախոս ունի այս տարին 2026-ը։ Այո, այս տարի ուրեմն համաշխարհային օդերևութաբանության կազմակերպության կողմից ընտրվել է հետևյալ կարգախոսը, դիտարկելով այսօր պաշտպանում ենք վաղվա օրը։ Ինչ խորհուրդ է կրում այս կարգախոսը, ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ շատ կարևոր են դիտարկումները։ Դիտարկումները օդերևութաբանական, եղանակի, կլիմայական, ջրաբանական տարբեր տիպի դիտարկումները տալիս են մեզ շատ արժեքավոր տեղեկատվություն, թե ինչպիսի իրավիճակ է մեր կլիմայական պայմանների հետ կապված, եւ այդ դիտարկումները ունեն բազմաթիվ կիրառություններ։ Դրանք շատ կարևոր են կլիմայական մոնիթորինգի իրականացման համար, ինչպես նաև կանխատեսումներ կազմելու համար։ Յուրաքանչյուր կանխատեսում հիմնված է սկզբնական դիտարկումների տվյալների վրա։ Որքան դիտարկումները շատ են, որքան հուսալի են, այնքան կանխատեսումները կազմված այդ դիտարկումների հիման վրա ավելի հուսալի են լինում ապագայում։ Եթե դիտարկումների մասին մի փոքր ինչ երկար խոսենք, ասենք, որ շատ զարգացել է այսօր աշխարհը, այս առումով տեխնոլոգիաները։ Մենք ունենք բնականաբար մեր ավանդական օդերևութաբանական դիտարկումները, որոնք որ իրականացնում են կայաններում։ Շատ որոշ դեպքերում դրանք իրականացնում են մարդիկ, յուրաքանչյուր 3 ժամում 1, 24 ժամ օրվա մեջ, եղանակի բոլոր տարերի մասին, քամու, ճնշում, ջերմաստիճան, բոլոր այդ էլեմենտների վերաբերյալ իրականացնում են դիտարկումներ։ Բայց նաև արդեն ունենք ավտոմատ օդերևութաբանական կայաններ, որոնք ավտոմատ գրանցում եւ հաղորդում են տեղեկատվությունը։ Ներողություն, իսկ ավտոմատը կարող է սխալվել։ Ով է ավելի ճշգրիտ։ Այո, իհարկե, ավտոմատ կանոնների դիտարկումները հիմնված են սարքերի վրա։ Սարքերը ժամանակ առ ժամանակ կարող են խափանվել։ Այդ դեպքում մենք դա հայտնաբերում ենք եւ ուրեմն փոխարինում ենք, վերանորոգում ենք, իսկ մնացած առումներով բավականին ճշգրտությունը մեծ է, ուզում եմ ասել, նույնիսկ ավտոմատ օդերևութաբանական կանոնների ուրեմն չափումների համար։ Իսկ ինչի հետ եք համեմատում, որ հասկանում եք ճշգրիտ է տվյալը։ Այո, մենք ունենք ուրեմն տարբեր գործիքներ, որոնք համարվում են էտալոնային, հա, այսպես իրենց ճշգրտությամբ, եւ բոլոր ուրեմն համեմատությունները իրականացվում է այդ ճշգրիտ էտալոնային գործիքների համեմատ, ինչպես նաև համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հստակ սահմանել է ուրեմն որակի կամ ճշգրտության ցուցանիշներ, ստանդարտներ, որ դրան պետք է անպայման համապատասխանեն ուրեմն նաև մեր ցանցում տեղադրված ավտոմատ օդերևութաբանական կայանների ուրեմն չափումների ճշտությունը։ Ընդհանրապես կլիմայի մասին խոսելիս մենք չենք կարող չհիշել մի եզրույթ գլոբալ տաքացում, որը կարծես միշտ պատկերացրել ենք, որ գլոբալ տաքացում ասելով պետք է շատ ավելի շոկի տաքանա, բայց նաև նկատում ենք
որ սրվել է կարծես այդ ծայրահեղությունը, բավականին ցրտաշունչ ձմեռ է եւ բավականին շոկ, իսկապես գլոբալ տաքացման շրջանակներում պես դրսևորվող ամառ։ Իսկ վերջին տարիներին կամ գուցե տասնամյակներում որքանով է փոխվել Հայաստանի կլիման հենց այդ գլոբալ տաքացման համատեքստում։ Շատ կարևոր հարց եք տալիս եւ շատ արդիական։ Ես սկսեմ ինչպիսի իրավիճակ է ամբողջ աշխարհում գլոբալ ուրեմն կլիմայական պայմանների մասին։ Նույն իմ կողմից նշված համաշխարհային օդերթաբանական կազմակերպությունը յուրաքանչյուր տալիս է ամփոփ հաշվետվություն կլիմայական պայմանների վերաբերյալ։ Եվ ըստ այդ հաշվետվությունների վերջին 11 տարիները համարվել են ամենատաք տարիները միջին ջերմաստիճանը երկրագնդի, եթե հաշվենք առնում, սկսած 1850 թվականից, այսինքն շուրջ 170 տարիների ժամանակահատվածում 2015-25 թվական ժամանակահատվածի յուրաքանչյուր տարի եղել է ամենատաքը։ Ամենատաք տարին դիտվեց 2024 թվականին։ Երբ որ շուրջ 1.5 աստիճանով ջերմաստիճանը տարեկան միջին ջերմաստիճանը այդ պատմական ջերմաստիճանի համեմատ բարձր էր։ Խոսքը ամբողջ երկրագնդի մասին։ Երկրագնդի միջին ջերմաստիճանի մասին է խոսքը գնում։ Այս ցուցանիշները արդեն ակնհայտ խոսում են, որ այդ տաքացումը տեղի է ունենում։ Եվ դուք նաև տաքացման հաջորդ խնդիրը շատ ճիշտ նշեցիք, դա կլիմայական էքստրեմումների եւ այդ փոփոխականության վայրիվերումների ուրեմն դիտարկումն է, որ տեղի է ունենում, հետևանքը կլիմայի փոփոխության, նաև այդ ծայրահեղ երևույթների կամ կլիմայական վտանգների հաճախականությունն ավելի հաճախ լինելն է եւ այդ հաշվետվություններում նաև ներկայացվում է նմանատիպ երևույթներ, ինչպիսիք են օրինակ լայնամասշտաբ անտառային հրդեհները, ջերմային ալիքները, դրանց հասցված վնասները եւ մարդկային զոհերը դրանց հետևանքով ջրհեղեղները Ես նաև հիմա կարող եմ անդրադառնալ, թե ինչպիսի իրավիճակ է Հայաստանում, արդեն ըստ մեր դիտարկումների եւ վերլուծությունների, մեր հիշողություններում բավականին թարմ է 24 թվականի Լոռիում Դեպետ գետի, ինչպես նաև Աստև գետի հեղեղումները, որի արդյունքում ցավոք ունեցանք 4 զոհ եւ միլիոնավոր դոլարների վնասներ։ Նմանատիպ կլիմայական անոմալիաները որոնք բարեբախտաբար մարդկային զոհեր չեն բերել, բայց էլի տեղի են ունեցել վերջին տարիներում Հայաստանում։ Ես կարող եմ օրինակ մատնանշել նույն 24 թվականի ապրիլ ամիսը, որը նախորդեց այդ խոնավ մայիսին, եւ ապրիլը եղավ ամենաչորը եւ ամենատաքը։ Շատ հետաքրքիր այդ ծայրահեղությունները։ Նախորդ ամիսը եղել էր ամենաչորն ու տաքը, հաջորդը բավականին խոնավ ամիս դիտվեց։ Անցած տարի, եթե հիշեք, հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին երկարատև տաપ շոկ եղանակ էր ամբողջ հանրապետությունում։ Աննախադեպ էր Հայաստանի համար, թե ինչ որտեղ օրինաչափ։ Ես կասեի ծայրահեղ էր, բավականին հազվադեպ է դիտվում։ Օրինակ Արենիում մենք ունեցանք 11 օր անընդմեջ օրեր, երբ որ ջերմաստիճանը 40 աստիճանը գերազանցեց։ Նմանատիպ ուրեմն երկարատև շոկերը ջերմային ստրեսի են ենթարկում բնակչությանը եւ շատ վտանգավոր են տարեց մարդկանց, սրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Ջերմաստիճանը հասավ մինչև 42.6 աստիճանի Արենիում եւ 41.9 աստիճան Երևանում դիտվեց։ Բայց էլի եթե նայում ենք մեր երկարաժամկետ դիտարկումներ սկսած 1935 թվականից, տեսնում ենք, որ ուրեմն 2000-ականներից գրեթե բացառապես դիտվել են տաք տարիներ, այսինքն միջին ջերմաստիճանը եղել է բարձր իր նորմայի նկատմամբ։ 10 թվականից այս կողմ մենք ունեցել ենք ուրեմն այդ 90 տարիների ամենատաք 4 տարիները էլի Հայաստանի համար։ Սա նույնպես խոսում է նրա մասին, որ այդ տաքացման միտումները համահունչ է գլոբալ տաքացման դրամաբանությանը եւ ասեմ ավելին մեր մոտ տաքացումը ավելի մեծ թափով է տեղի ունենում համեմատած միջին տաքացման տեմպերի հետ։ Սա նույնպես մեր համար մտահոգիչ տենդենց է։
Մտահոգիչ է, բայց մարդկային գործոնը հաշվի առնելով կարելի է ինչ-որ բան ձեռնարկել, թե պարզապես հետևել ընթացքին եւ ես ուզում եմ նաեւ տեխնոլոգիական առաջընթացին անդրադառնալ, այսօր մենք այս թեմայի շուրջ խոսում ենք ցանկացած ոլորտի ասպարեզի կտրվածքով, լինի դա բժշկություն, լինի արվեստ, լինի, չգիտեմ, ինչ հետախուզություն բոլոր ասպարեզներում կա արհեստական բանականություն եւ գալիս է օգնության։ Իսկ որքանով է արդիականացվել այսօր հայաստանյան տեխնիկական հագեցվածությունը եւ որքանով ենք մենք մրցունակ համաշխարհային մյուս ծառայությունների հետ եւ մի քանի հարց ստացեց եւ որքանով է դա նպաստում ճշգրտությանը կանխատեսումների։ Շնորհակալություն հարցի համար։ Հարցերի։ մի քանիսն է։ Այո, ես ուրեմն փորձեմ սկսել արհեստական բանականությունից, ես լիովին համաձայն եմ ձեր հետ, որ նաև մեր ոլորտը բավականին մեծ թափով ներխուժել արհեստական բանականությունը եւ դրա կիրառումը։ Եվ ես կասեմ, որ ավելի շատ դրա կիրառության մակարդակը դեռևս զարգացած երկրներում ավելի մեծ է, բայց նաև տարածվում է ամբողջ աշխարհի վրա։ Արհեստական բանականությունը բավականին հզոր գործիք է եւ հիմա օգտագործվում է կլիմայական մոդելների կանխատեսումների ճշգրտման մեջ։ Նախնական արդյունքները բավականին խոստումնալից են, բայց գիտնականները կարծում են, որ դեռ քանի որ նոր է այդ մեթոդը եւ այդ գործիքը դեռ ճշգրտման, ստուգման համար ժամանակահատված է պետք, որպեսզի մենք վստահենք եւ օգտագործենք մեր օպերատիվ աշխատանքներում, ծառայությունների օպերատիվ աշխատանքներում։ Այսինքն իր առաջադրանքը կատարում է, իսկ հետո դուք վերաստուգում եք։ Դեռ փորձնական փուլում է, դեռ մենք չենք օգտագործում, նաև զարգացած երկրներում գոյություն ունեն ավանդական ֆիզիկական մոդելներ, որոնք օգտագործում են կլիման կանխատեսելու համար, նաև եղանակը կանխատեսելու համար։ Դրան զուգահեռ նաև փորձում են հիմա օգտագործել արհեստական բանականության հիման վրա, ուրեմն կանխատեսումները։ Եվ այո, դուք ճիշտ եք, ստուգում են, թե որն է ավելի ճշգրիտ։ Վերջնական եզրահանգումների դեռ շուտ է գալ, քանի որ նոր է, եւ արհեստական բանականությունը որոշ դեպքերում կարող է լինել ոչ հուսալի, նման իրավիճակներ նույնպես տեղի ունեն։ Այո, հիմա գուցե եւ ոչ հուսալի է, բայց մենք տեսնում ենք, թե օր-օրինչ արագությամբ է զարգանում եւ կատարելագործվում այս գործիքը։ Ինչ եք կարծում, պարոն Գևորգյան, կարող է 5 կամ 10 տարի հետո արհեստական բանականությունը ամբողջությամբ փոխարինել մասնագետին։ Այդպիսի հեռանկար պատկերացնում եք։ Ես իմ կարծիքով ամբողջությամբ չի կարող փոխարինել, քանի որ արհեստական բանականության սկզբունքը կայանում է նրանում, որ մենք տալիս ենք նրան մուտքային ինչ-որ տեղեկատվություն եւ ինքը բավականին արհեստավարժորեն կարողանում է այդ տեղեկատվությունը վերլուծել եւ որոշումներ կայացնել։ Եվ տեղեկատվությունը հիմնված է ուրեմն փորձի վրա, թե ինչպիսի մենք տվյալներ ունենք մինչև այսօրվա դրությամբ։ Բայց եթե մենք ունենում ենք մի իրավիճակ, որը որ անկանխատեսելի է, որը որ աննախադեպ է, հա, նախկինում նման փորձ չի գրանցվել, արհեստական բանականությունը կդժվարանա այս պարագայում։ Սա հիմնական տրամաբանությունն է իմ կարծիքով ասում եւ կարծում եմ, որ մարդու մասնագետի ուրեմն գործառույթները միշտ պահանջված են լինելու փորձագետի եւ վերջնական որոշումը եւ հիմա եւ ապագայում պետք է լինի փորձագետի, մասնագետի ուրեմն կայացրած որոշումը հատկապես նման ռիսկային վտանգավոր իրավիճակների կանխատեսման կամ վերլուծության դեպքերում։ Նախորդ հարցաշարում մենք կարծես մի հարց բաց թողեցինք մարդկային միջամտությունները, այլ պատկերացնենք ոչ մասնագետի համար, այո, հրաշալի է, որ հնարավոր է կանխատեսել եղանակը, կլիմայական փոփոխությունները, այլ ոլորտում նաև տարերային աղետները, գուցե ինչ-որ չափով, ոչ ամբողջությամբ։ Իսկ այսօրվա դարձյալ անդրադառնալով տեխնոլոգիաներին եւ այն տարիների եւ տասնամյակների փորձին, մարդու միջամտությունը
արդյոք հնարավոր է ինչ որ բան փոխել կլիմայի կլիմայական դաշտում եւ գուցե ամենավատ հետևանքներից խուսափելու համար ինչ որ բան փոխել։ Այո, ես կարծում եմ մենք պարտավոր ենք ջանքեր գործադրել, որպեսզի մեղմենք կլիմայի փոփոխությունը։ Բայց ներողություն, բնության դեմ կարելի է գնալ արդյոք։ Ցավոք սրտի այս տաքացման տենդենսները ցույց է տալիս, որ այո, մարդը կարող է բացասական ազդել բնության վրա, նույնիսկ գլոբալ մակարդակով եւ փոխել կլիման։ Ինչ եմ դա ասում, որովհետեւ այս ժամանակահատվածը վերջին 30 կամ 40 տարիների ինտենսիվ տաքացումը, բարձր ջերմաստիճանները համընկնում են մարդու գործունեության այսպիսի մեծ մասշտաբների հետ, մասնավորապես արտանետումների, տարբեր, նույնիսկ անտառահատումների, որին որ արդեն արձագանքում է մեր կլիման։ Այսինքն ցավոք սրտի, այո, մարդու գործունեությունը դարձել է այնպիսի հզոր, որ կարողանում է փոխել նաև բնությունը։ Բայց մենք դեպի բացասական։ Իսկ դեպի դրական։ Այդ հիմա արդեն խոսենք դեպի դրականին, ես կարծում եմ իմ համոզմունքն է, որ մենք պարտավոր ենք վերանայել մեր գործունեությունը եւ ոչ թե դեպի դրականը, այլ գոնե նվազեցնել մեր բացասական ազդեցությունը կլիմայի վրա, քանի որ պետք է մենք հաշվի առնենք, հասկանանք, գիտակցենք, որ ինչն է պայմանավորում կյանքը մեր երկիր մոլորակի վրա եւ ինչու օրինակ այլ մոլորակներում, ինչպես գիտենք, կյանք գոյություն չունի, մեր ունեցած տեղեկություններով։ Դրա ամենաառաջնահերթ գործոններից կամ որոշիչ գործոններից մեկը մեր կլիման է։ Այսինքն նման կլիմայական պայմաններում է հնարով մարդու կյանքը, կենդանական աշխարհի, բուսական աշխարհի, ուրեմն գոյությունը եւ կենսագործունեությունը։ Եվ գիտակցելով սա, մենք չենք կարող շարունակել մեր բացասական ազդեցությունը կլիմայի վրա եւ տանել երկրագնդը կործանման, Դրա համար արդեն ուրեմն միջոցառումներ են, ջանքեր են գործադրում պետական մակարդակով, առաջին քայլերից մեկը այս առումով 2015 թվականի Փարիզյան համաձայնագիրն էր, որը նաև հավավերացվել է Հայաստանի կողմից եւ աշխարհի գրեթե բոլոր երկրների կողմից։ Դա ուրեմն կանում է նրանում, որպեսզի մենք մեղմենք մեր բացասական ազդեցությունը կլիմայի վրա, նվազեցնելով, կրճատելով արտանետումները, խթանելով մաքուր տեխնոլոգիաների կիրառությունը բոլոր ոլորտներում եւ փորձենք ուրեմն վերականգնել բնական կլիմայական պայմանները, որը արդեն բավականին լուրջ շեղվել են վերջին տասնամյակներում։ Այո, նման օրինակներ կան, մենք օրինակ Հայաստանը մշակել է ազգային հարմարվողականության պլան իր զարգացման ուրեմն ծրագրերում, այս տարի ընդունվեց կլիմայի մասին օրենքը տարեսկզբին, որը նույնպես ուղղված է կլիմայի փոփոխության մեղման եւ հարմարվողականության միջոցառումների խթանմանը, նույնիսկ համայնքային մակարդակներում։ Մենք պետք է նաեւ գույքագրենք արտանետումները ջերմոցային գազերի, որպեսզի դա կարողանանք վերլուծենք, ինչպեսի փոփոխություններ են տեղի ունեցել, եւ այդ բոլորը իմ կարծիքով պետք է իր դրական ազդեցությունը թողնի նաեւ կլիմայի վրա։ Կարծում եմ պետք է նաև առանձին աշխատանք տարվի հասարակության գիտակցության հետ, որովհետև պետք չէ մասնագետ լինել եւ կամ բարթել ամեն ինչ մասնագետների վրա, որ իրեն կլուծեն այդ բարդ խնդիրները, յուրաքանչյուրը իր տեղում բարձր գիտակցություն պետք է ունենա, արդյոք այս կամ այն գործողությունը չի նպաստում, ճակերտավոր նպաստում կլիմայի բացասական փոփոխությանը, հատկապես մեր տարածաշրջանում, մեր Հայաստանում։ Նաև ուզում եմ անդրադառնալ ձեր կազմակերպության անվանմանը, կենտրոնի, որի մեջ կա մոնիթորինգ բառը։ Որքանով է կարևոր օդի եւ ջրի որակի մշտական հսկողությունը կլիմայական կանխատեսումներ անելիս։ Մենք իրականացնում ենք օդի որակի եւ ջրի որակի մոնիթորինգ,
շատ կարևոր է, քանի որ կլիմայական, եթե վերցնենք երկարաժամկետ կանխատեսումները, տասնամյակների կտրվածքով մինչև օրինակ 21-րդ տարի վերջ, այդ կանխատեսումները հիմնված են մի քանի սցենարների վրա, ինչպիսին կլինի ջերմաստիճանի կամ տեղումների փոփոխությունը, եթե օդի աղտոտվածությունը լինի այսպիսի մակարդակով կամ ավելի բարձր մակարդակով եւ առանձնացնում են ըստ այս սցենարների վատատեսական եւ լավատեսական սցենարներ։ Վատատեսականը այն է, որ մենք այսպիսի աղտոտման տեմպերը կշարունակենք, ոչ մի մեղման միջոցառումներ չենք կիրառի եւ նման պայմաններում, որում կանխատեսում է միջին ջերմաստիճանի 4-ից 5 աստիճանի բարձրացում Հայաստանի համար։ Իսկ լավատեսականի դեպքում, որ մենք բոլոր այդ միջոցառումները կկիրառենք, մաքուր տեխնոլոգիաների կանցնենք, ինչպես օրինակ Եվրոպան է հիմա անում, արդեն այնտեղ, եթե չեմ սխալվում, էներգիայի ուրեմն արտադրման շուրջ կեսը հիմնված է արևի, քամու, մաքուր էներգետիկայի, քամու էներգետիկայի վրա։ Այդպիսի պայմաններում մենք կարողանում ենք մեղմել, ուրեմն տաքացումը չենք կարողանում այն չեզոքացնել, բայց 4-5 աստիճանից մինչև 1-2 աստիճան, այսինքն տաքացում տեղի կունենա։ Եվ այդ առումով շատ կարևոր է ունենալ տվյալներ, թե ինչպիսի նյութեր կան օդում, իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ջրի որակը, քանի որ ջուրը մենք օգտագործում ենք տարբեր նպատակներով, նույնիսկ մենք խմելու նպատակով շատ կարևոր է։ Եվ կարելի է ենթադրել, որ սերտ է ձեր համագործակցությունը տնտեսության եւ գյուղատնտեսության հետ, որովհետեւ առանց այդ կանխատեսումների կարծես նրանք էլ չեն կարող հասնել դրական արդյունքների իրենց գործունեության մեջ։ Այո, համագործակցությունը ձեր կողմից ձևակերպված իրականացվում է օրինակ կլիմայական ծառայություն մատուցելու միջոցով։ Մենք ունենում ենք տարբեր հարցումներ տնտեսության տարբեր ոլորտներից, գյուղատնտեսություն, տրանսպորտ, էներգետիկա, արդյունաբերություն, նախ թե ինչպիսի կլիմայական պայմաններ են դիտում իրենց հետաքրքրող վայրում եւ մենք վերլուծելով մեր ունեցած բոլոր տվյալները տրամադրում ենք իրենց ուրեմն համապատասխան տեղեկատվություն։ Օրինակ արդյունաբերական ձեռնարկություն ասում է, թե այստեղ ինչպիսի քամիներ են դիտվում, որովհետեւ հասկանան այդ օդի աղտոտվածության տարածումը որ ուղղությամբ է տեղի ունենում։ Գյուղատնտեսության համար մենք վերլուծում ենք օրինակ երաշտի ինտենսիվությունը տարբեր ինդեքսների միջոցով, որը ցույց է տալիս, թե որ տարածքներ են հատկապես ենթարկվել մեծ վնասների երաշտներից։ Կան նաև տեղումների հետ կապված, թե ինչպիսի օրինակ առավել ինտենսիվ տեղումներ են դիտվել պատմական ժամանակահատվածում եւ ինչպիսի վտանգ է դա ներկայացնում։ Այդ համագործակցությունը տեղի ունենում եւ կասեմ գրեթե բոլոր տնտեսության բոլոր ոլորտները կարիք ունեն ժամանակ առ ժամանակ նման կլիմայական ծառայությունների մատուցմանը։ Ես ուզում եմ մի թեմայի անդրադառնանք բավականին լուրջ, բայց երևի այդպես կես կատակով մոտենանք։ Կարծում եմ ցանկացած ոլորտ մտահոգված է իր մասնագետների պատրաստմամբ եւ սերնդափոխությամբ։ Այս առումով օթերևութաբանության հանդեպ հետաքրքրությունը երիտասարդների շրջանում որքանով է նկատելի, ինչու ասեցի կատակ, որովհետև մտածում եմ ատամ հատիկին երեխային երբեք չեն դնում, չէ, օթերևութաբան մասնագիտությունը, որովհետև հիմնականում եկամտաբեր մասնագիտություններով են շրջապատում երեխային եւ այստեղ ակնառու է, որ սա բիզնես չէ, սա պետք է ոլորտի նվիրյալ լինի եւ չգիտես ինչով սերը մանկության տարիներից պետք է պայմանավորված լինի դեպի այս մասնագիտության եւ ոլորտի ընտրությունը։ Ինչ կասեք, դուք արդեն որոշակի տարիների փորձից ելնելով շատ երիտասարդներ հետաքրքրված են օթերևութաբանությամբ։ Ես լիովին համաձայն եմ ձեր հետ, որ շատ կարևոր է, որպեսզի հետաքրքրություն լինի դեպի այս ոլորտը։ Ես իմ օրինակով կարող եմ ասել, որ ինձ հետաքրքրել է միշտ այս բնական երևույթները, դրանց ուսումնասիրությունը, ինչպիսի օրինաչափություններ, փոխադարձ փոխկապակցված ուրեմն երևույթներ են տեղի ունենում եւ
դրանց բացահայտմամբ միշտ հետաքրված եղել։ Մանկությունից այլընտրակ չեք ունեցել երկմտել ուրիշ մասնագիտություն ընտրել։ Չէ, ես կասեի հիմնականում այդ հետաքրքրություն դեպի բնությունը ինձ ավելի շատ է գերել, քան ասենք մնացած ոլորտները, սոցիալ-տնտեսական ոլորտները եւ այլն։ Իմ կարծիքով նաև հետաքրքրությունը գալիս է նրանից, որ դրանք շատ դեպքերում անկանխատեսելի են կամ բացահայտել այդ կապերը շատ դժվար է, մեծ ջանքեր է պահանջում եւ միևնույն ժամանակ, այո, բարդությունները ինձ հետաքրքրել է եւ դա միևնույն ժամանակ հետաքրքիր է։ Ցավոք ունենք խնդիրներ կադրերի հետ կապված, նոր կադրերի նկատի ունեմ, մենք ունենք շատ լավ կադրեր, որոնք որ նվիրարներ են, ինչպես դուք ձևակերպեցիք, եւ բավականին երկար աշխատում են համակարգում, իսկ նոր կադրերի մասնագետների պատրաստման առումով նաեւ բացը գալիս է ուրեմն կրթական համակարգից, քանի որ չկա մասնագիտացված բաժին կամ ամբիոն համալսարաններում, ինստիտուտներում, որոնք որ պատրաստ են ջրաօդերութաբաններ, կլիմայագետներ։ Իսկ ամենամոտ մասնագիտությունը որտեղից են գալիս։ Մենք ունենք աշխարհագրության ֆակուլտետ, այնտեղ ժամանակին կար նաև իմ ասած մասնագիտական ստորաբաժանում, բայց միգուցե ձեր ասած դրդապատճառներով դա փակվեց պահանջարկի, ուրեմն ցածր մակարդակի ոչ գրավիչ ֆինանսական առումով ցավոք սրտի էլի այդ խնդիրների պատճառով դիմորդների միգուցե պակասների պատճառով 2010 թվականից եթե չեմ սխալվում, այլևս գոյություն չունի նման ուրեմն ամբիոն կամ մասնագետների պատրաստման ուրեմն ոլորտ չկա մեր համալսարաններում եւ այո այս առումով մենք փորձում ենք օգտագործել հնարավորությունները միջազգային վերապատրաստման ուրեմն ծրագրերի շրջանակներում, եթե հնարավոր է լինում այդ գլոբալ կենտրոնների ինստիտուտներից են մեզ հաճախում դասեր տալիս կամ մեր մասնագետներն են որոշ ժամանակով մեկնում եւ ստանում նման դասընթացներ Սա կարևոր խնդիր է, ես նաև ուզում եմ օգտվել այս առիթից օգտվելով ասել, որ մենք անցած շաբաթ ունեցանք մեծ միջոցառում վաղ նախազգուշացման համակարգերի ճանապարհային քարտեզի վավերացումներ մեր մոտ եւ մեր հիմնարկը հանձնել մեր հիմնական այն գործող ուրեմն որոշիչ դեր այդ process-ում մենք ունեցանք միջազգային հյուրեր ՄԱԿ-ից համաշխարհային օդերոթաբանական կազմակերպությունից ուրեմն նպատակը այն է որպեսզի վաղ նախազգուշացման համակարգը ներդրվի նաև մեր երկրում, որը հնարավորություն է տալիս ուրեմն փրկել կյանքեր նման եղանակակլիմայական վտանգների ժամանակ եւ այս ծրագրի շրջանակներում մենք նաև սպասում ենք մեծ աջակցություն մեր համակարգի արդիականացման նաև մասնագետների վերապատրաստման այդ խնդիրների հետ կապված։ Այսօր այս մասնագիտական օրվա արդիվ ինչ միջոցառումներ են նախատեսվում։ Մենք ամեն տարի ունենում ենք միջոցառումներ, այսօր նույնպես կունենանք, հիմնականում օգտվելով այս տոնի առիթից բարձրաձայնում ենք մեր խնդիրները, հրավիրում ենք կառավարության տարբեր ներկայացուցիչներին, պետական մարմիններին։ Դրսից հյուրեր ունենալու եք։ Այսօր կարծես համոզված չեմ դրսից հյուրեր կունենանք, բայց հիմնականում մեր հյուրերն են լինելու, ներկայացնում ենք մեր գործունեությունը, մեր առաջընթացները, մեր խնդիրները եւ նաեւ տալիս ենք որոշակի պատվոգրեր մեր մասնագետներին, ովքեր որ բավականին լավ աշխատել են խրախուսում ենք այս տոնի կապակցությամբ։ Գնահատված լինելը շատ կարևոր խթան է ոլորտում մնալու եւ ուղղակի ես մտածեցի հավանաբար այս պահին հույսը ընտանեկան ավանդույթների վրա է, հա, եթե հայրիկը կամ մայրիկը այս ոլորտում է եւ երեխան մանկուց տեսնում է, հետաքրքրվում է, հավանաբար այդպիսի սերնդափոխություն է այսօր ենթադրաբար ապահովում ձեր մասնագետներին, մինչդեռ ոլորտը ոչ միայն շատ կարևոր է, այլև արդիական
այսօրվա պայմաններում։ Հուսանք, որ մասնագետների խնդիրը աստիճանաբար կլուծվի եւ այսօր հենց այդ տոնական օրվա կապակցությամբ կխնդրեի, որ դիմեիք ձեր գոլեգաներին եւ գուցե այն երիտասարդներին, ովքեր այսօր կանգնած են մասնագիտության ընտրության առջև։ Շնորհակալություն, մեծ հաճույքով ես մեր զրույցի ընթացքում փորձեցի կարևորել այս մասնագիտության ընդհանրապես դերը եւ մարդկության համար եւ տնտեսական գործունեության համար եւս մեկ անգամ ուզում եմ դա շեշտել, որ շատ կարեւոր մասնագիտություն է եւ շատ հետաքրքիր իմ կարծիքով խորհուրդ կտամ, եթե կան նախասիրություններ, գան դեպի այս ուղղություն նոր մասնագետները եւ մենք մեծ հաճույքով կհամագործակցենք, կփորձենք լուծել այս ծառացած գլոբալ խնդիրները, ինչպես նաև Հայաստանի արժեվ դրված խնդիրները, ինչպես ասեցի, մենք շատ խոցելի ենք կլիմայի փոփոխության նկատմամբ։ Եվ մեր մասնագետներին կուզեմ շնորհավորել բոլորին այս տոնի կապակցությամբ, լավագույն բարեմաղթանքներս բոլորին եւ կցանկանամ, որ այդ եռանդը հետաքրքրությունը, աշխատասիրությունը եւ նվիրումը իրենց գործի նկատմամբ պահպանվի նաեւ ապագայում եւ շատ ուրախ եմ, որ նման ուրեմն գործընկերներ ունեմ եւ իրենց հետ աշխատում։ Պարոն Գևորգյան, իսկ վստահ եմ շատերին է հետաքրքրում կանխատեսումները կապված այս ամառվա հետ, արդյոք նախորդի պես շոկ է լինելու։ Մի քիչ դժվար հարց է, քանի որ մենք ունենք որոշակի վաղօրոքության շեմ, որից շուտ դժվարանում ենք կանխատեսումներ տալ։ Սովորաբար ամռան կանխատեսումները լինում է հայտարարվում է մեր կողմից մայիսի վերջին։ Օրինակ նախնական էլ չկա։ Նախնական դեռ չունենք վերլուծություններ, բայց եթե էլի կլիմային անդրադառնանք եւ ամռան սեզոնին անդրադառնանք, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ջերմաստիճանի աճը հատկապես ինտենսիվ է ամռան սեզոնին։ Օրինակ աշնան եւ գարնան ջերմաստիճանային աճերը զիջում են իրենց ինտենսիվությամբ ամռան ջերմաստիճանի տաքացմանը։ Սա նույնպես մտահոգիչ ուրեմն նախանշան է մեր կլիմայի համար եւ բավականին բարդացնել է մարդկանց կյանքը իմ կարծիքով։ Իսկ անձամբ դուք օրական քանի անգամ եք նայում ձեր սմարթֆոնի էկրանին ճշտելու քանի աստիճան է, ինչ եղանակ է սպասվում ներողություն եւ որքանով է այն համապատասխանում կանխատեսումը պատոհանից այն կողմ իրավիճակի հետ։ Ես էլի օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ մեր սմարթֆոններում, հեռախոսներում արդեն կա մեր ուրեմն պոակի հայ հիդրոմետրի հավելվածը, որը կոչվում է ARM հիդրոմետ։ Այդ կարևոր տեղեկություն էր։ Կարծում եմ շատերի մոտ այն համաշխարհայինն է տեղադրված, չէ՞, ծրագիրը։ Կան տարբեր համաշխարհային ծրագրեր, հավելվածներ, դուք ճիշտ եք, բայց արդեն գործում է մեր հավելվածը, դուք կարող եք ներբեռնել ոչ միայն կանխատեսումներին ծանոթանալ, այլ նաև տարբեր վայրերում իրավիճակը փաստացի ինչպեսի ջերմաստիճանը եւ եթե մենք ունենում ենք վտանգավոր երևույթներ, տալիս ենք հատուկ նախազգուշացումներ հասարակությանը դրա միջոցով։ Անձամբ դուք դրանից եք օգտվում։ Ես առաջնահերթ համարում եմ այդ տեղեկատվությունը վստահելի պաշտոնական, բայց նաև այո, օգտվում եմ այլ ծրագրերից հավելվածներից, որոնք հատկապես տալիս են գլոբալ, օրինակ արբանյակային դիտարկումների տվյալներ, դրանք այնպիսի տվյալներ են, որ մեզ համար շատ կարևոր են, թե ինչպեսի օրինակ իրավիճակ է եղանական եւ ինչպես այն կփոխվի։ Այո, հիմա զարգացել են տեխնոլոգիաները եւ շատ արժեքավոր տեղեկատվություն են մատուցում նույնիսկ այդ ծրագրերի միջոցով։ Անգամ եւս հիշեցնենք ինչպես էր կոչվում ծրագիրը։ ARM հիդրոմետ, հայ հիդրոմետի, ուրեմն անգլերեն անվանումն է։ Կարծում եմ դա կարևոր հավելված է մեր սմարթֆոններում, որ կարելի է օրվա առիթով այսօր ներբեռնել եւ ստանալ ճշգրիտ տեղեկատվություն հենց առաջին աղբյուրից հայկական։
Եվ ինչպես հայտնի երգում ասվում է, իհարկե ամենակարևոր եղանակը դա մեր տան մթնոլորտն է, բայց չանտեսենք նաև այն մթնոլորտը, որը եղանակով պայմանավորված է, դրսում է մեզնից, այսպես մեզնից դուրս է եւ օթերևութաբանության միջազգային օրվա առթիվ կրկին շնորհավորում եմ բոլոր մասնագետներին եւ շնորհակալություն հայտնում, որ այսօր ընդունեցիք հրավերը հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք հիդրոօթերևութաբանության եւ մոնիտորինգ կենտրոնի Պողակի կլիմայի ծառայության պետ Արթուր Գևորգյանին։ Այսօր աշխատեցին Արամ Չախոյանը եւ Սուսաննա Հովանիսյանը։ Մինչ նոր հանդիպում։